կանայք շատանում են մեր տաղավարում եւ ուզում եք սիրով ողջունել մեր հաղորդման փորձագետ հոկեբան Սնդաբան Նազելի Ազիզյանն եւ ի վերջո հասկանանք կանացի երջանիկ այսպես օրգանիզմի ինչ է տեղ ունենում։ Ողջունում եմ բոլորին։ Առողջ կնոջ օրգանիզմում ամենակարևորը բոլոր այն հորմոնները, որոնք որ հարկավոր են դոֆամին, սերոտոնին, էնդորֆին, այդ բոլոր հորմոնները սինթեզվում են շատ ճիշտ ժամանակին, որտեղ նրանք տիրապետում են իր գաղտնիքները, թե ինչպես նպաստել, որպեսզի այդ հորմոնները մեր օրգանիզմում արտադրվի։ Ձեզ երջանիկ համարում եք։ Այո։ Իսկ ինչու է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է, երբ որ առաջին հերթին ես հասկանում եմ ինչն է ինձ երջանկացնում, ինչ գործողություններ պետք է անեմ օրինակի համար։ Կիսվեք գաղտնիքով խնդրեմ։ Մեծ սիրով։ Առաջին հերթին դա հաղորդակցությունը եւ շփում ընտանիքի անդամների հետ, երեխայի հետ, թեկուզ նրա տխրությունը ընդունել եւ կարողանալ ճիշտ ժամանակին իրան աջակցություն ցուցաբերել, ուրախանալ նրա դպրոց գնալով, նրա տուն գալով, նրա հաղթանակներով, նրա նույնիսկ նեղությունով, դու այդ ամեն ինչի մեջ ոչ թե տեսնում ես ինչ որ մեկ իրան նեղացրեց կամ վատ բան ասեց, այլ տեսնում ես որպես մայր, այսպես էլ կարա լինի ու ես ոնց կարող եմ իրան օգնել, որպեսզի մեր խոսակցությունից հետո ինքը ժպիտով դուրս գա, երբ որ ես հասկանում եմ, ես կարող եմ իրան օգնել որպես մայր, այլ ոչ թե այդ խնդիրը մեծացնել, այլ հանգցնել կրակը։ Եվ որ ինքը հաջորդ օրը արթնանա քնից եւ գնա իր դպրոց, գնա արդեն հաղթանակած, որ ինքը արդեն կանգուն է։ Մեկը երեխա հետ, նույնը կլինի ամուսնու հետ, նույնը կլինի ընկերների հետ, նույնը կլինի աշխատանքի տեղ, որովհետև աշխատելով կանանց հետ տարբեր տեսակ յուրաքանչյուր կինով գալիս է ինքը ունի խնդիրը, իր խոցելի մասի, իր նպատակն է, որպեսզի իրան օգնեմ այդ վիճակից դուրս գալ։ Նման տեսակի հաղթանակները ինձ ամենամեծ երջանկությունն են տալիս եւ այդ որ ասում եմ կաթիլ առ կաթիլ, կոպեկ առ կոպեկ լցվում է իմ դարանի մեջ եւ ես ինձ ավելի երջանիկ եմ զգում։ Կինը միշտ գիտի ինչ է իրեն հարկավոր, գիտակցում է ինչ է հարկավոր լիարժեք երջանիկ լինելու համար եւ արդյոք լիարժեք երջանկությունը գոյություն ունի թե ոչ։ Երբ որ գալիս է этап, ինչ եմ մտածելով ասում, որտեղ փորձ է դա։ Կարիերա, ամուսնություն եւ շատ հայ կնոջը փոքրուց մեծացրել որ դու պետք է ամուսնանաս, մայր դառնաս, այսինքն այդ կարծրատիպերը մեզ սովորացրել որ մայրությունն է ամենակարևորը։ Եվ այստեղ երբ որ կինը մեծանում է ու ինքը սկսում է կարիերայով աճել, իր վախը, որ լավ մայր չեմ լինի, չեմ կարողանա ժամանակ հատկացնել իմ ամուսնու եւ այլն, այդ ենթագիտակցությունում է լինում, այլ ոչ թե ռեալ որ նայեք ասի հա ես կարող եմ ինչ կա դրա մեջ բայց ոչ ենթագիտակցություն քանի որ ինքը դավաճանել է իր մոր խոսքերին եւ այլն ինքը արդեն հասկանում է որ ինքը չէ ինքը ավելաբար նվիրված լինի մի բանի իր մոտ էտի լավ աստացում գնա մինչեւ վերջ անի որտեւ մյուս կողմը դա նույնպես պետք է հասունացնել այսինքն մենք ինչ ենք անում ամուսնանալ չի նշանակում երջանիկ լինել ամուսնանալը նշանակում է որ դու երկու մարդ իրար հետ զրոյից սկսում եք իրար ճանաչել, իրար օգնել, իրար հետ կառուցել, իրար ընդունել, իրար ներել, ընդունել մեկի սխալը, ընդունել մեկը մյուսի սխալը, բայց միևնույն ժամանակ չքննադատել։ Արդյոք այն կինը, որ ընտրել է կարիերա, հա, ճանաչում եւ այլն, ինքը պատրաստ է իր կողքը տեսնի նման ուժեղ տղամարդը, որ արդեն կայացած է։ Եվ այստեղ արդեն այդ խորություն գնալը ընդունելու կանգնում է։ Բայց այո, հնարավոր է ընդհակառակը ուժեղ կինը շատ անգամ տղամարդիկ ասում են ես բախում եմ ուժեղ կանանցից, բայց դա ասում են ոչ թե ուժեղ տղամարդիկ, այլ ասում են տղաները, ես ինձ կարամ ասեմ։ Ուժեղ կանայք երջանիկ լինում են։ Տղաները, այո, հենց իրանք ճիշտ կարան երջանիկ դարձնել իրենց տղամարդկանց։ Երջանիկ զգում են իրենց ուժեղ կանայք։ Այո, որտեվ իրանք գիտեն երջանիկ լինել, իրանք գիտեն, որ իրանք կարան երջանիկ լինեն մենակով, այսինքն ինչ անաշուն, ոչ թե միայնակ։ Դա տարբեր բան է մենակով, միանձնյա, այո։ Իրանք գիտեն, որ կա ինչ-որ մեկում կհանդիպեն, իրանց կյանքում, իրանք չեն շտապում։ Դուք դեք հազար անգամ ներողություն մասնագիտական այնպիսի տիտանի եք բերել, որ ես իրավունք չպիտի ունենայի այս պահին խոսելու, բայց ինձ թույլ է տալիս խոսելու իմ մարդկային կյանքի փորձը։ Ձեզանից մի փոքր ավելի, մի աննշան ավելի փոքրիկ շապիկ ավել եմ մաշել, լավ, մի քիչ շատ մի երկու շապիկ ավելի, եւ կյանքի փորձի տեսակետից էլ հազար անգամ ներողություն ոչ ձեր պրոֆեսիոնալիզմին քավլիցի դրան հակադրվելու մասով չէ, այլ զուտ ուժեղ կնոջ կատեգորիայի հետ կապված ես երկար տարիներ ճակատիս իբրև խարան գրել եմ ուժեղ կնոջ պիտակը մինչև հիմա։ Ինձ են հիմա միշտ են ասում դուք ուժեղ կին եք եւ դա երբեմն հնչում է իբրև դատավճիռ սիրելիներ եւ էկրաններից այն կողմ ես վստահ եմ որ բազմատիվ են ուժեղ կանայք որոնք իրենց երջանիկ չեն համարում։ Ես հիմա կասեմ թե դա ինչ երևույթ է մեկը մեկի հետ կապված։ Ես ուժեղ կնոջ խարանը վերլուծել եմ ինձ համար երկար ինքս ինձ հարց եմ տվել թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Այն դրվագը երբ կինը ինքն իրեն
ստիպված է լինում խոստովանել, որ ինքը ուժեղ է, կամ հանրությունը սկսում է իրեն տեսնել, որ այդ կինը ուժեղ է։ Այդ դրվագում կնոջ ամենատխուր պահն է իրականում։ Լինում է, չէ, տարվա եղանակների մեջ կա ինչ-որ մի եղանակ, որը շատ անձրևային է, աշնան եղանակ։ Այդ անձրևային աշնան եղանակը կնոջ մոտ այն պահին է, երբ որ հասարակությունը քեզ պիտակում է ուժեղ կին։ Դու ուժեղ ես դառնում կարիքից ելնելով։ Կինը ի բնե ստեղծված է քնքուշ լինելու։ Լինելու եթերային, լինելու սեթևետ, լինելու բնության մեջ ծաղկի նման, բազմերանգ, բազմագույն, բազմաբույր եւ դրա հետ մեկտեղ ուժեղ լինել չի կարող։ Երբ կամային հատկություններ ունենալ, երբ որ ինքը դրսևորում է կամային հատկությունը, հավատացեք դա այդպես է։ Ես կերազեի եւ կցանկանամ, եթե որև ինձ հետ շփվող, ինձ հետ չշփվող բոլոր աղջիկներին ու կանանց ես կցանկանամ, որ իրենք ուժեղ չլինեն, այլ լինեն երջանիկ առաջին հերթին։ Ուժեղությունը դա այլ երևույթ է։ Դա կամային այն դաստիարակությունն է եւ կարգու կանոն, ես զինվորական եմ, ես ծառայող եմ։ Ես իմ ծառայության մեջ գոտին ձգելու եւ բոլոր ժամերի մեջ դիսցիպլինայով կանգնած, կարգու կանոնով, ատամները սեղմած, ի հեճուկս ամենի ցուրտ, գիշեր, ցերեկ, մութ, հիվանդություն կամ առողջություն, դա է ուժեղ կնոջ պիտակը, ուժեղ կին, որ դու կարող ես քո ուսերի վրա տանել ամեն ինչ։ Պետք չէ, որ մեր հասարակության կանայք ուժեղ լինեն եւ իրենց ուսերի վրա տանեն ամեն ինչ։ Ես քանի որ կրել եմ այդ ուժեղ կնոջ պիտակը եւ կրում եմ հիմա պատվով ու հպարտությամբ եւ սիրով, չեմ ասի հպարտությամբ, սիրով եմ կրում, որովհետև դա իմ անցյալի մի մասն է, արդեն իմ անցյալի մի մասն է։ Դա այն բաժինն է, որ արդեն իմ կաղապարը որոշակիորեն կարծրացել է, ճաքեր է տվել, չգիտեմ, որոշ տեղերում արյունահոսել է, սպիները արդեն լավացել են, եւ ես դրանցով շարժվում եմ առաջ, ինքս ինձ ընդունելով, ինձ ճանաչելով, իմ բոլոր թերությունները թույլ եւ ուժեղ կողմերը ընդունելով, իմ 15 տարիների միայնակ մայր լինելու դրվագը հաշվի առնելով, երկու տղաների այնպիսի տղա մեծացնելու, որպեսզի իրենք խեղճ չլինեն, վիզը ծուռ չլինեն, չասեն, վայ մենք առանց պապայի ենք մեծացել։ Ուժեղ կնոջ շատ հաճախ միայնակ կինը ստիպված է լինում ստանձնել ուժեղ կնոջ դերը։ Ուժեղության այդ կոմպոնենտը, որ դուք ասում եք, ինձ համար դասակարգում է ձեով։ Ես հիմա սիրով կլսեմ, թե դուք ինչ նկատի եք։ Ես պիտի այստեղ մի քանի գաղափար երևի թե արտահայտեմ, որովհետև մի փոքր համամիտ չեմ այն կարծիքների հետ, որոնք հնչեցին, քանի որ կարծում եմ, որ ուժեղ ու երջանիկ կնոջ գաղափարները այստեղ քննարկում ենք ավելի պիտակների տեսքով, մինչդեռ դրանք իրականում պիտակներ չեն։ Նախ երջանկության մասին իհարկե բոլորս նշեցինք, որ դա շատ անհատական երևույթ է եւ յուրաքանչյուրս ինքն է իր համար պատկերացնում կամ ավելի ճիշտ զգում, թե ինչն է իրեն բերում բավարարվածություն եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ ընկալել այն հանգամանքը, որ շատ դեպքերում ուժեղ մարդու կերպարը ոչ թե պարզապես սահմանափակվում է նրանով, թե որ հարցում ինչպիսի որոշում կարող ես կայացնել, ինչքանով ես հաստատակամ, այլ նաեւ նրանում, թե ինչպես ես տարբեր բնավորության գծեր կարողանում հավասարակշռել ինքդ քո մեջ եւ ես բնավ չեմ կարծում, որ օրինակ ուժեղ կինը չի կարող քնքշության, հոգատարության այդ բոլոր հատկանիշները ունենալ, ինքս էլ իմ փորձառությամբ կարող եմ ասել, որ ես ինքս ինձ շատ ուժեղ մարդ եմ զգում, չառանձնացնեմ նաև, հա, կանանց տղամարդկանց, բայց սա արդեն ես չեմ ասում, իմ բոլոր ընկերները եւ այն մարդիկ, ովքեր ինձ համար հարազատ են, ովքեր ինձ հետ են շփվում, նաև բոլորը ինձ համարում են շատ կանացի, հոգատար, քնքուշ եւ մնացյալ բոլոր դարձյալ հատկանիշները, որ կարելի է մարդուն վերագրել, ու նույնը կարող եմ ասել նաև ինձ համար շատ հարազատ մարդկանց մասին ու ինքս եմ ճանաչում, հետևաբար չի ուզենա, որ այս հասկացությունները մենք որպես իրարամերժ քննարկեինք, իրարամերժ քննարկեինք, դա շատ անհատական է, նաև շատ կարևոր է, որ այո, երիտասարդ աղջիկներն էլ իրենք իմանան, որ հնարավոր է հավասարակշռել այդ թվում բնավորության տարբեր գծեր, հնարավոր է հավասարակշռել անձնական հարաբերությունները գործնական հարաբերությունների հետ։ Դարձյալ ես այդ թվում ինձ էլ իմ փորձառությամբ կարող եմ դրա մասին խոսել, հետևաբար երևի թե շատ կարևոր է այդ անհատական առողջ հոգեբանության զարգացման վրա աշխատել, որի վերաբերյալ նաև մեր փորձագետը խոսել։ Ինձ համար ուժեղ կինը նա է, ով իսկ մենք բոլորս կյանքի փորձություններ ենք անցնում տարբեր կյանքի ընթացքում։ Այդ փորձությունները հաղթահարում են եւ չեն կոտրվում, որովհետեւ շատ հեշտ է այսօր հոգեպես կոտրվել այն աստիճան, որ ընդհանուր մինչեւ ոչնչացում մարդկային ինձ թվում է սա է ուժ, ոչ թե թելադրելը, ոչ թե անելը, ոչ թե ուսին կրելը, այլ պարզապես չկոտրվելը։ Չէ, ես դες ուզելու եմ հակասել, կասեմ ուրիշ բան կասեմ։ Կապ չունի կնոջ տղամարդու, եթե խնդիրներ ենք հաղթարում։ Իսկ ուժեղ կնոջ կերպար, ինչպես արդեն լսեցինք ու բոլորի հետ համամիտ են, որովհետև դա կանացիություն մեր ընդունելն է, ընդունելը, որ մենք կանացի էներգիայով ենք հարցեր լուծում,
այլ ոչ թե տղամարդկային, բայց քանի որ պատճառներն էլ ասեմ, որտեղից է եկել, մենք պատերազմից պատերազմ անցած սերունդ ենք։ Ու մեր կանայք, մեր մայրերը նախատատերը ստիպված են եղել տղամարդ լինեն։ Զենք Մայր Հայաստանը, զենքը ձեռը։ Ու մեր տատերը, մեր մայրերը ուժեղ եղի միլացի, աղջիկան ասում են դու բան չես, ինչ ես լացում, պիտի լացի աղջիկը, ինքը պիտի պահանջի։ Հասարակ, ես նկատի ունեմ աղջիկան, մենք կանանց կնոջից ենք խոսում, դրա համար եմ մեջբերմանում։ Ու լիքը բաներ ելնելով այն ժամանակվա պահանջարկներից հիմա շարունակում են դաստիարակել, դա ուժեղ կնոջ կերպարը, ոչ, ուժեղ կինը նա է, երբ որ ինքը կարա ցույց տա, որ ինքը խոցելի է, որ ինքը կարա լացի, որ ինքը կարա խոսել դժվարությունների մասին, կարա արտահայտի իր մտքերը, բայց միևնույն ժամանակ թափ տվեց, գնաց, անցավ։ Կներեք, ես ինչ էի ասում ձեզ Մարինա ջան, ոչ թե հակադրվելով որ չկոտրվի, իրականում ցանկալի է որ ոչ ոք չկոտրվի։ Ես կուզեի, այ դուք հրաշալի մի պահ ասեցիք, քանիցս նաև երբ որ մենք այդ նաբեմում էինք խոսում, ոչ պատերազմի մասին չի խոսք այս պահին, երբ որ դուք ասում էիք այսպես նույնպես կարող է լինել, ես այսպեսին էլ կարող եմ լինել, այսպեսի իրավիճակ էլ կարող է լինել։ Իրավիճակները շատ տարբեր են եւ մարդը կարող է առերեսվել այնպիսի իրավիճակների եւ անհաղթահարելի ուժի այնպիսի իրավիճակների հետ, որոնք համամարտկային չեն, այն ֆորս մաժորի մասին չի խոսքը, բայց անհատական են եւ այդ ժամանակ դու չես կարող լինել գերմարդ։ Գերմարդ լինելու փորձը կամ ձգտելու, որ դու ես սա էլ կհաղթարեմ, նա էլ կհաղթար, չէ, երբեմն փոքրիկ պահի թուլանալը եւ ընդունելը, որ ես այս պահին էլ կարող եմ թույլ լինել, ես այս պահին էլ կարող եմ ընդունել, որ չստացվեց, ինչ որ մի բան չհաջողեց կամ անհատական անձնական դժվարություն եղավ, ցանկացած ժամանակ, ցանկացած ժամանակ ոչ միայն կանանց, այո, միանշանակ ոչ միայն իրավիճակ, անհաջողության, հիվանդության, այո, ես ուզում ասել, որ հասարակության մեջ կա ուժեղ կնոջ կարծրատիպ, որը դիտվում է այդպես եւ ինձ հնչել են բազմիցս ինձ համար այդ կարծրատիպի, ես ուզում եի լրացնել խոսքս, այդ կարծրատիպի հատկանիշները, որ դե ուժեղ կինը միայնակ է լինում, այսպես անընդհատ այդ բանը, դե ուժեղ կնոջ բաժինն է այդպեսին, դե բա ուժեղ կին, դե բա ուժեղ տղամարդ աղջիկ է, չէ, սիրելիներս, կյանքի ցանկացած փուլում եկեք, եթե խոսում ենք կանանց կնոջ երջանկության մասին, իհարկե ցանկալի է որ լինեն խնամված, փայփայված եւ այլն, գիտակցող, ճանաչող իրենք իրենց եւ ուժեղ կին լինելը չի բացառում նրա քնքուշ եւ կանացի լինելը, ոչ մի պարագայում, իմ պարագայում անգամ երբ որ ես ասացի, որ այո, այս վիրահատությունից հետո անգամ ես երբ որ առաջին պահին հասկանում եի իմ կանացիությանը միգուցե մի փոքրիկ այսպես վնաս կա, բայց հետո հասկացա, որ դա իմ ֆիզիկական արտաքինի հետ կապ չունի։ Դա իմ ներքին եւ իմ մարդկային խոսքի, իմ հայացքի, իմ ժպիտի եւ կապ չունի իմ չափերի հետ ոչ մի բան։ Բայց եք ընտրել պայքարելու համար։ Այդ ձեր ուժը կարում է ձեր պայքարի մեջ։ Ես չեմ ուզում պայքարել։ Դու ոնց որ անընդհատ ուզենաս, որ քեզ մոտ ստեղծվեն այդ վիճակները, որտեղ դու պայքարում ես, չէ, դու սիրով ընդունում ես այն, ինչ քեզ հանդիպում է։ Ես ճամփորդ եմ ընդամենը, Մարինա ջան։ Ես մի ճամփորդ եմ, ով սկսել է իր ճանապարհը չոչ անելով, սողալով, հետո քիչ-քիչ ոտքի վրա կանգնելով ու զգալով ողնաշարը, հետո քիչ-քիչ հանդիպելով մարդկանց, ոտքս երբեմն քարի առնելով, նստելով ու լաց լինելով այդ քարի վրա, հասկանում եք, եւ հետո այդ ճամփորդը, որ հետո սովորեցրել եմ ուրիշներին այդ ճանապարհը անցնելու, քիչ-քիչ իրենց ձեռքը բռնելով, էլի տոտիկ սովորեցնելով անցնելով, հետո ես ինքս կորանալու եմ, իմ մեջքը պիտի ցավի, ես սկսում եմ զգալ, որ ես հոգնում եմ արդեն, իմ ճանապարհը հավերժ չի կարող լինել, եւ այդ ճանապարհը, որ ես գնում եմ, այդ ճանապարհի վրա ամեն ինչը որ ես ընդունեմ, այդ քարը, այդ անձրևը, այդ արևը, ես դա ընդունում եմ իբրև պարգև։ Այն մարդով կկարողանա կյանքը լիարժեքորեն ընդունել իբրև պարգև, ամեն օրը ինքը կկարողանա իր մեջ կուլտիվացնել, ձևավորել շնորհակալ լինելու զգացումը, ինքը կկարողանա իրեն զգալ բացարձակ երջանիկ, որովհետև ինձ համար երջանիկ լինելու բանաձևը, այն բանաձևն է, որտեղ ես զգում եմ, որ ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ես ունեմ։ Իսկ մնացյալ առումով ես չեմ ուզում պայքարող, թեպետ ես անընդհատ պայքարող եմ ինչ որ տեղերում, բայց ես ուզում եմ այս վիճակում հետ վերադառնալ նրան, որ գիտակցել ու ընդունել, որ ոչ թե դա, երբ որ մեր հոգեբանը ինձ հարցնում էր, իսկ դուք դասեր քաղեցիք, դուք հասկացաք, չէ՞ որ դուք գիտեիք թե ինչի համար էր տրված։ Այո, ինձ համար տրված էր այն, երբ որ ես հասկացա, որ
ես ոնց որ թե Amazon-ուհի եմ հիմա արդեն։ Նրանք ովքեր ունեն բավականաչափ ընկալում թե դա ինչի մասին է, կհասկանան ինչ եմ ասում, բայց Amazon-ուհին հենց պայքարողն է, բայց ես չեմ ուզում զենքերս վայր դնել։ Ես ուզում եմ դրանք կիրառել միայն այն ժամանակ, երբ դրանց կարիքը կա։ Ես շատ վարպետորեն դանակ օգտագործող եմ եւ ոչ միայն դանակ, ինչպես Մայր Հայաստանը։ Նա է, երբ մենք ասում ենք պայքար, մենք արդեն ագրեսիայի դրսևորում, զենք, ոչ պայքար, նայ դուք ձեր ճանապարհը քիչ առաջ նկարագրեցիք, չոչ անելով դուք գնում եք, գնալը դա արդեն պայքար է։ Մի կետում դուք հոգնում եք, չեք ուզում էլ գնալ, բայց դուք գնում եք։ Բայց ես երբեմն նաև նստում եմ, ինձ սովորեցրել են նստել եւ հանգստանալ եւ պայքարելու, կարող ընդհանրապես եթե դու գնում ես, ուրեմն դու պայքարի ճանապարհին ես, դու գնում ես, դու ինչ որտեղ նստես։ Մարինա, երբ որ մենք պայքար բառը նամանդ ինձ մոտ եկող կանայք նույնպես անդադ պայքար, իրանք ամեն ինչի դեմ են, ամեն ինչի դեմ են։ Միշտ կգտնեն սխալներ, որոնք փորձելու են ուղղել ուրիշ մարդկանց մեջ։ Բայց երբ որ իրանց մեջից այդ մտքից հանվում է պայքար բառը, այնտեղ այնքան սեր կա, այնքան ընդունելություն կա, այնքան հարգանք կա դիմացինի որոշմանը։ Մենք պայքարը սխալ ենք ընկնում։ Սխալ չենք, դա բառը արդեն ինք իրան ծրագրավորում է մեզ պատրաստ լինելու վտանգի, կոդավորում է։ Դրա համար եկեք պայքար բառը հանենք, օրինակ ինչ կարելի է ուրիշ ասել։ Դա վատ սովորույթներ ունի մարդը։ Չպայքարի է սովորույթները։ Ես այս բառի հետ կապված մի բան էլ կփորձեմ ավելացնել, որովհետև այս բառի առումով շատ հետաքրքիր հիշողություններ ունեմ։ Ազգային ժողովում երբ իմ ընտրություններն էին, ես ինքս ասացի, որ ես երբեք այս բառը չեմ օգտագործում, պայքար բառը։ Ինձ ասացին դա ինչպես կլինի, ինչպես կարող է իրավապաշտպանը չսիրել պայքարել բառը, ասում եմ հարգելիներս կարելի է տարբեր նպատակների ուղղությամբ գնալ, բայց հաճույքով, որովհետև երբ դու նույնիսկ ամենամարտահրավերային իրավիճակում հաճույքով ես գործընթացը անցնում, միանշանակ քո մոտեցումը կյանքին բոլորովին այլ է լինում եւ նաեւ քո զգացողություններն են բոլորովին այլ լինում։ Հետեւաբար բառի առումով ես միանշանակ համամիտ եմ, որ այո, միգուցե ինչ որտեղ սխալ հաղորդագրություն ենք փոխանցում հենց այդ բառը օգտագործելով։ Այո։ Մենք այսօր կլսենք երջանկության թեմայով հատուկ բոլորիդ համար մի երգ եմ ընտրել, որտեղ ես ամենախոցելի իմ վիճակում եմ ինձ դրել երգը գրելիս, սիրահարված, սեր խոստովանող, երազկոտ եւ սպասող կնոջ կերպարով։ Դու կաս ու ես գիտեմ քո անուրջները, լուսնի ներքո հայացքը տեսնելիս, դու կաս ու քո լույսից դողում ես թվերը, ամեն անգամ հանդիպելիս, փայլում են ու կորչում երկնում աստղերը, գիշերն է հորանջում այգաբացին, անձրև են խոստացել այսօր լուրերը, սակայն ես սպասելու եմ քո դարձին, դու վերադարձիր տուն մի բարի իրիկում, թող լինի գիշեր մի անկում, ինձ պատմիր ամեն բան, ուր տարավ խելար ճամփան, որ ես ծիծաղեմ խնդամ, դու կաս ու ես գիտեմ, որ քեզ համար են բացվել իմ պարտեզում մանուշակներ, ուզում եմ ուղարկել, բայց անհնար է, փոքրիկ մի ծրարում դրանք դնել, որքան է ուշանում այսօր անձրևը, ասել կլինի օրվա վերջին, բացվում են ինչ-որտեղ հովանոցները, սակայն ես սպասելու եմ քո դարձին, դու վերադարձիր տուն մի բարի իրիկում, թող լինի գիշեր մի անկում, ինձ պատմիր ամեն բան, ուր տարավ խելար ճամփան, որ ես ծիծաղեմ խնդամ,
Ես կամ ու դու գիտես իմ անուրջները տեսիլը մեր փխրում երջանկության զարկում են ու կանգնում մի օր սրտերը առանց սիրո լույսի ու ջերմության որքան էլ ուշանա այսօր անձրևը երկիրը տարապի առանց հույսի սպասումն է ապրելու ծանոթ իմ ձևը սպասումը նոր բացվող արշալույսի Դու կաս ու ես գիտեմ Ես կամ ու դու գիտես Բրավո, մեկ ծափարում ենք ձեզ։ Անձրևը վերջո ուշանում էր, բայց չէիք բացառել եւ նույնը ինքը պետք է գար, հա? Պիտի գար։ Եվ քանի որ ես տղամարդ եմ այս եթերում, ուզում շնորհավորել իսկապես էլի կանեք, շարունակեք լինել այնպեսին ինչպեսին որ կաք, դուք յուրաքանչյուրը իր համար ընտրիր տարբերակը պայքարող, իրավունքները պաշտպանող, առողջացնող, չկոտրվող, կարևորը որ դուք լինեք միշտ մեր կողքի տղամարդկանց։ Շնորհավորություն։ Դուք եղեք ուժեղ եւ մեծ շնորհակալ եմ։ Եվ շնորհակալ ենք այսօրվա այդ արքիս կարծիքների փոխանակման համար։ Այո։